Պատկերացրեք, որ ձեր ողջ կյանքը կառուցված է ստի վրա, որը թաքցրել են ամենամտերիմ մարդիկ։ 25 տարի առաջ մի ազդեցիկ ընտանիք կորցնում է իր նորածին երեխային։ Վշտից խելագարվելու փոխարեն նրանք կայացնում են մի սարսափելի որոշում՝ գաղտնի փոխարինելով մահացած երեխային, կենդանի նորացնով։ Նրանք մեծացնում են նրան որպես իրենց սեփական զավակի, ստեղծելով կատարյալ ընտանիքի պատրանք։ Բայց անցյալը երբեք չի մահանում, այն պարզապես սպասում է իր ժամին։ Այսօր դուք կտեսնեք, թե ինչպես է մեկ պատահական հանդիպումը փողոցում վերածվում դատաստանի։ Մենք ցույց կտանք երկու մայրերի մահացու պայքարը միակ որդու համար, ով կանգնած է անհնարին ընտրության առաջ։ Բայց ամենասարսափելին այն է, թե ինչպես է մարմնի վրա մի աննշան թվացող նշանը դառնում ճակատագրական դատավճիռ, ոչնչացնելով ամեն ինչ իր ճանապարհին։ Պատրաստ եք տեսնելու, թե ինչպես է սերը դառնում անեծք, իսկ ճշմարտությունը զենք։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Երևանյան շքեղ առանձնատան ընդարձակ արևով ողողված հյուրասենյակում ժամանակը կարծես սառել էր կատարելության մի պահի մեջ։ Ամեն ինչ փայլում էր ճաշակից ու հարստությունից, փայտի թանկարժեք տեսակներից պատրաստված կահույքը, հնաոճ իրերը, որոնցից յուրաքանչյուրը մի պատմություն ուներ, և պատերին կախված հայտնի նկարիչների կտավները, որոնք լուր վկաներն էին այս ընտանիքի հզորության։ Սենյակի սրտում մեծ փայլեցված սեղանի շուրջ հավաքվել էր ընտանիքի ողջ էությունը՝ Հելենը, նրա ամուսին Արմենը, նրանց միակ որդին Դավիթը և Դավթի գեղեցկուհի հարսնացուն Անին։ Օդում կախված էր մոտալուտ հարսանիքի տոնական, քաղցր սպասումը, սակայն այդ անթերի ներդաշնակության տակ թաքնված էր մի անտեսանելի լարվածություն, որի աղբյուրը Հելենն էր։ Նա, ինչպես միշտ, իրավիճակի տիրուհին էր, անթերի հարդարված վարսերով, էլեգանտ զգեստով, որն ընդգծում էր նրա չթարամող գեղեցկությունը։ Նրա ձեռքերում հարսանեկան ալբոմներ էին, և նրա ձայնը հնչում էր հստակ ու վճռական, երբ նա առաջարկում էր տարբերակներ ոչ թե քննարկելով, այլ կարծես հաստատելով արդեն կայացված որոշումները։ Արմենը հպարտ ժպիտով նայում էր որդուն։ Իսկ Դավիթն ու Անին, ձեռք ձեռքի բռնած, ապրում էին իրենց երջանկության պահը, դեռևս չնկատելով այն ստվերը, որ թաքնված էր Հելենի աչքերի խորքում։ Զրույցը հոսում էր սահուն, բայց յուրաքանչյուր բառի տակ զգացվում էր Հելենի վերահսկող ձեռքը։ Նա, ժպտալով, բայց պահանջկոտ տոնով, դիմեց Անիին. «Անի ջան, այս ծաղկային կոմպոզիցիան տես։ Իտալիայից հատուկ մասնագետ եմ հրավիրելու։ Ես ուզում եմ, որ ձեր հարսանիքը լինի ոչ թե տարվա, այլ տասնամյակի իրադարձություն է»։ Անին, մի փոքր շփոթված այդպիսի մասշտաբից, քաղաքավարի փորձեց մեղմել իրավիճակը։ «Շատ գեղեցիկ է, տիկին Հելեն, բայց միգուցե մի փոքր ավելի համեստ»։ Դավիթը, զգալով սիրելիի անհարմարությունը, փաթաթվեց նրան ու աջակցեց։ «Մամ, Անին ճիշտ է ասում, մեզ համար գլխավորը մենք ենք, ոչ թե շքեղությունը»։ Արմենը միջամտեց, ծիծաղելով և փորձելով հարթել իրավիճակը։ «Որդիս, թող մայնը տանի այն, ինչ ուզում է, նա այսօրվան քեզնից շատ է սպասել, քո երջանկությունը նրա երջանկությունն է»։ Այդ պահին Հելենի հայացքը սևեռվեց Դավթի վրա, և նրա աչքերում փայլատակեց մի անսահման, գրեթե հիվանդագին սեր։ Նրա ձայնը դարձավ ավելի խորը և նշանակալից, երբ նա արտասանեց. «Իմ տղան ամենալավին է արժանի, ես թույլ չեմ տամ, որ որևէ բան ստվերի ձեր երջանկությունը, ոչինչ և ոչ ոք»։ Այս վերջին բառերը հնչեցին ոչ թե որպես խոստում, այլ որպես երդում, որպես անսասան որոշում, որը սահմաններ չէր ճանաչում։ Գիշերը, սակայն, առանձնատան շքեղ պատերն այլ պատմություն էին շշնջում։ Երբ տան լույսերն հանգան և կատարյալ ընտանիքի պատկերն անհետացավ մթության մեջ, Հելենի ներսում արթնացավ այն սարսափը, որը նրան տանջում էր արդեն 25 տարի։ Նա մղձավանջից արթնացավ սառը քրտինքի մեջ, ծանր շնչելով, կարծես նոր էր փրկվել խեղդվելուց։ Արմենը, զգալով կնոջ դողը, անմիջապես արթնացավ։ «Հելեն, ինչ պատահեց, էլի այն երազը», հարցրեց նա քնաթաթախ, բայց տագնապալի ձայնով։ Հելենի ձայնը դողում էր, երբ նա պատասխանեց. «Ես նորից այնտեղ էի, ծննդատանը, մութ միջանցքներ և դատարկ օրորոց։ Ես փնտրում էի նրան, Արմեն, բայց չէի գտնում»։ Արմենը գրկեց կնոջը, փորձելով հանգստացնել նրան, բայց նրա աչքերում, բացի կարեկցանքից, կար նաև վախ։ Նա շատ լավ գիտեր, որ սա ուղղակի երազ չէր։ Սա մի ճշմարտություն էր, որը նրանք միասին էին թաղել իրենց հոգու խորքում 25 տարի առաջ, հուսալով, որ այն երբեք չի արթնանա։
Բայց այդ ճշմարտությունը ողջ էր, եւ այն ամեն գիշեր այցելում էր Հելենին, հիշեցնելով այն սարսափելի գնի մասին, որով նրանք գնել էին իրենց ներկայիս երջանկությունը։ Իսկ ինչ կլինի, եթե մի օր այդ դատարկ օրորոցի պատմությունը դուրս գա իրենց ննջարանի պատերից եւ քանդի այն ամենը, ինչ նրանք կառուցել էին այդքան երկար ու տանջալից ստի վրա։ Այդ մղձավանջի արմատները ձգվում էին դեպի անցյալ, 25 տարի առաջվա մի ցուրտ ու անձրևոտ օր, երբ ճակատագիրը դաժան խաղ էր խաղացել երկու կանանց հետ։ Հիվանդանոցի մռայլ առանձին պալատում, որտեղ անգամ օդն էր ներծծված վշտով, երիտասարդ Հելենը կորցնում էր բանականությունը։ Նրա նորածին որդին, որին նա սպասել էր տարիներ շարունակ, մահացել էր ծնվելուց ժամեր անց։ Նրա ճիչերը խառնվում էին պատերից դուրս թափվող անձրևի ձայնին, եւ նրա կողքին կանգնած երիտասարդ Արմենը, ով միշտ սովոր էր ցանկացած խնդիր լուծել, առաջին անգամ իր կյանքում զգում էր իր լիակատար անզորությունը։ Հենց այդ պահին սենյակ մտավ բժիշկը, տարիքն առած, հոգնած աչքերով մի մարդ, ով իր կյանքում շատ ողբերգություններ էր կսել։ Նա մի կողմ տարավ Արմենին եւ խուսափողական հայացքով կիսաձայն շշնջաց այն բառերը, որոնք պետք է ընդմիշտ փոխեին նրանց կյանքը։ Արմեն Գևորգիչ, կինը չի դիմանա այս հարվածին, նա կարող է ուղակի խելագարվել, ասաց բժիշկը, մի պահ լռելով, ապա ավելացրեց. բայց կա մի տարբերակ, ռիսկային է, բայց միակը։ Այսօր միայնակ մի աղջիկ է ծննդաբերել, առողջ տղա է, նա փող չունի, ոչ ոք չունի։ Եթե նրան համոզենք, որ երեխան հիվանդ է եւ նրան կփրկի միայն հարուստ ընտանիքը, Արմենի դեմքը քարացավ։ Դուք ինչ եք առաջարկում, գողանալ ուրիշի երեխային, հազիվ լսելի ձայնով հարցրեց նա։ Բժիշկը շտկեց նրան, ոչ թե գողանալ, այլ փրկել ձեր կնուջը, ձեր ընտանիքը եւ տալ այդ երեխային ապագա, որը մայրը երբեք չի կարող տալ։ Միևնույն ժամանակ, հիվանդանոցի մյուս, ընդհանուր բաժանմունքում, որտեղ տասնյակ մահճակալներ էին շարված իրար կողքի, երիտասարդ, վախեցած Նվարդը գրկել էր իր նորածին որդուն, իր կյանքի միակ լույսին։ Նա միայնակ էր այս աշխարհում, եւ այս փոքրիկ էակը նրա միակ հարստությունն էր։ Նա դեռ չգիտեր, որ մի քանի պատ այն կողմ վճռվում էր իր եւ իր որդու ճակատագիրը։ Բժիշկը Արմենի հետ խոսակցությունից հետո մոտեցավ նրա մահճակալին, դեմքին արհեստական կարեկցանքի արտահայտություն։ Նա սկսեց խոսել երեխայի առողջական ինչ-որ հորինված, բայց սարսափելի հնչող խնդիրների մասին, թանկարժեք բուժման անհրաժեշտության մասին, որը նա երբեք չէր կարող իրեն թույլ տալ։ Նվարդի աշխարհը փլուզվեց երկրորդ անգամ։ Նա հավատաց ամեն բարի, քանի որ չէր կարող անգամ պատկերացնել նման ստոր խաբեություն։ Եվ այսպես, մեկի հուսահատությունը եւ մյուսի խոցելիությունը ծնեցին մի սուտ, որը պետք է ձգվեր 25 տարի։ Այժմ, 2.5 տասնամյակ անց, Երևանի ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող համեստ Վարձով բնակարանում 45 տարեկան, բայց դեռևս իր գեղեցկությունը չկորցրած Նվարդը տեղավորում էր իր սակավաթիվ իրերը։ Նրա ողջ կյանքը տեղավորվել էր մեկ մաշված ճամպրուկի մեջ։ Նա երկար տարիներ Ռուսաստանում ծանր աշխատանք էր կատարել, գումար հավաքելով միայն մեկ նպատակով՝ վերադառնալ եւ գտնել իր որդու գերեզմանը, որի մասին նրան հայտնել էին ծննդատնից դուրս գրվելուց օրեր անց։ Պատին նա փակցրեց միակ բանը, որ իրեն հիշեցնում էր իր մայրության մասին՝ նորածնի խունացած մի լուսանկար, որը նա հասցրել էր գաղտնի անել հիվանդանոցում։ Նայելով այդ լուսանկարին, նա շշնջաց. «Գտնելու եմ քեզ, տղաս, որտեղ էլ լինես, ինչ էլ արժենա, գտնելու եմ»։ Նրանք ինձ խաբեցին, ասացին մահացել ես, բայց ես զգում եմ, որ դու ողջ ես, մոր սիրտը չի խաբում։ Նվարդը աշխատանքի անցավ որպես մաքրուհի քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում։ Նրա օրերն անցնում էին միապաղաղ աշխատանքի մեջ, բայց նրա միտքն ու հոգին փնտրտուքի մեջ էին։ Մի երեկո, աշխատանքից հետո, հոգնած քայլելով քաղաքի լույսերի մեջ, նա պատահաբար անցավ հարսանեկան սրահի կողքով։ Նրա հայացքը սահեց ցուցափեղկի վրայով եւ սառեց։ Այնտեղ, վառ լուսավորված ցուցափեղկի մոտ կանգնած էին Դավիթն ու Անին։ Նրանք ծիծաղում էին, զննելով հարսանեկան զգեստները, եւ նրանց երջանկությունը կարծես լցրել էր շուրջ բոլորը։ Հենց այդ պահին Դավիթը, ինչ-որ բան բացատրելով, բնազդաբար թևքերը մի փոքր վեր քաշեց եւ նրա աջ դաստակի վրա պարզ երևաց յուրահատուկ ձև ունեցող խալ, երկու փոքրիկ մուգ կետիկ իրար կողքի, կարծես երկու արբանյակ։ Նվարդի շունչը կտրվեց, նա սառեց տեղում, կարծես կայծակը խփեր իրեն։
Նրա նորածին որդու ձեռքին կար ճիշտ նույն նշանը, մի նշան, որը նա համբուրել էր հարյուրավոր անգամ այն կարճ ժամանակահատվածում, երբ նրանք միասին էին։ Նրա աչքերը լցվեցին արցունքով, իսկ շուրթերը անձայն շշնջացին մեկ բառ, որը նա չէր արտասանել 25 տարի։ Արեգ։ Դա այն անունն էր, որը նա էր տվել իր որդուն։ Այդ վայրկյանին նրա սրտում վառվեց ոչ միայն հույսը, այլև վստահությունը։ Նա գտել էր նրան, բայց ինչպես կարող էր նա, միայնակ ու անօգնական մի կին, մոտենալ այդ շքեղ ու անհասանելի աշխարհին և պահանջել այն, ինչն իրենն էր ի սկզբանե։ Նրա մեջ արթնացավ ոչ թե հուսահատ մոր, այլ վիրավոր, բայց վճռական որսորդի բնազդը։ Նվարդը հասկանում էր, որ միանգամից հարձակվելը կնշանակեր պարտվել։ Նա պետք է ուսումնասիրեր իր որսին, իմանար նրա սովորությունները, նրա աշխարհը։ Այդ օրվանից սկսվեց նրա լուռ հետապնդումը։ Նա սկսեց հետևել Դավթին, պահպանելով անվտանգ հեռավորություն, դառնալով աննկատ ստվեր քաղաքի աղմկոտ փողոցներում։ Նա պարզեց, թե որտեղ է աշխատում իր որդին, տեսավ, թե ինչպես է նա վստահ քայլերով մտնում ճարտարապետական հայտնի ընկերության շենք։ Նա ժամերով սպասում էր մոտակա կանգառում, միայն թե մի պահ տեսնի նրա դեմքը, երբ նա դուրս էր գալիս աշխատանքից։ Նա հեռվից դիտում էր, թե ինչպես է Դավիթը դուրս գալիս այն շքեղ առանձնատնից, որը կարծես մի ամբողջ թաղամաս լիներ, նստում թանկարժեք մեքենան և ամեն անգամ տեսնում էր, թե ինչպես է Հելենը նրան ճանապարհում մինչև դարպասները, գրկելով այնպիսի տիրակալող սիրով, որ Նվարդի սիրտը կծկվում էր ցավից ու զայրույթից։ Այդ տեսարանները նրա հոգում խառը զգացմունքներ էին առաջացնում, անսահման ուրախություն, որ իր որդին ողջ է և ապրում է այնպիսի կյանք, որի մասին ինքը չէր կարող անգամ երազել, և միևնույն ժամանակ սուր, այրող ցավ ու ատելություն այն մարդկանց հանդեպ, ովքեր խլել էին նրանից իր կյանքի միակ իմաստը։ Միևնույն ժամանակ, առանձնատան բարձր պատերի ներսում Հելենը սկսել էր զգալ մի անբացատրելի անհանգստություն, կարծես ինչ-որ անտեսանելի վտանգ լիներ օդում։ Նրա մայրական բնազդը, որը 25 տարի սնվել էր վախով, զգում էր սպառնալիքը, նույնիսկ եթե դեռ չէր գիտակցում դրա աղբյուրը։ Նա դարձել էր ավելի տիրակալող և պաշտպանողական Դավթի նկատմամբ, քան երբևէ։ Նրա զանգերը դարձել էին անվերջ, նա հետաքրքրվում էր որդու յուրաքանչյուր քայլով, որտեղ է, ում հետ է, երբ կվերադառնա։ Այս չափազանցված հոգատարությունը սկսել էր զարմացնել Դավթին և մի փոքր նյարդայնացնել Անիին։ Հելենը փորձում էր արագացնել հարսանիքի օրը, պատճառաբանելով, թե չի ուզում սպասել, բայց իրականում նա ենթագիտակցորեն ձգտում էր Դավթին վերջնականապես կապել իր աշխարհին, կարծես ամուսնությունը կարող էր պաշտպանական պատնեշ դառնալ անհայտ թշնամու դեմ։ Մի երեկո, երբ նրանք մենակ էին, նա իր տագնակը կիսեց Արմենի հետ։ Ես չեմ կարողանում հանգիստ քնել, Արմեն, ինձ թվում է, թե ինչ-որ վատ բան է լինելու, ինչ-որ ստվեր է ընկել մեր տան վրա։ Արմենը փորձեց հանգստացնել նրան, թաքցնելով սեփական անհանգստությունը։ Հելեն, հանգստացիր, 25 տարի է անցել, ոչ ոք ոչինչ չգիտի և չի էլ իմանա։ Դա ուղղակի նախահարսանեկան ստրես է, եկ արագացնենք հարսանիքը, թող ամուսնանան, մեկնեն Մեղրամսի, դու էլ կհանգստանաս։ Այդ լարվածությունը սկսել էր անդրադառնալ նաև երիտասարդների վրա։ Մի օր, երբ Դավիթը հերթական անգամ հեռախոսով հանգստացնում էր մորը, «Մամ, հա, նոր եմ դուրս եկել աշխատանքից, ամեն ինչ նորմալ է, այո, կզգուշանամ, լավ, կզանգեմ, երբ տուն հասնեմ»։ Անին, որ նստած էր նրա կողքին մեքենայում, չդիմացավ։ Երբ Դավիթն անջատեց հեռախոսը, նա զգուշորեն ասաց. «Մայրդ վերջին շրջանում շատ տարօրինակ է, կարծես վախենում է, որ քեզ հետ ինչ-որ բան կպատահի»։ Դավիթը հոգոց հանեց. «Դե գիտես նրան, միշտ էլ այդպիսին է եղել։ Ուղղակի հարսանիքի պատճառով նյարդերը տեղի են տվել։ Նա սիրում էր մորը և չէր ուզում ընդունել, որ նրա պահվածքը սկսում է անցնել բոլոր սահմանները։ Այսպես, երկու աշխարհներում, Հելենի շքեղ, բայց վախով լի առանձնատանը և Նվարդի համեստ, բայց նպատակասլաց իրականության մեջ, լարվածությունը գնալով աճում էր։ Մի երեկո, երբ արդեն բավականին մտնել էր, Նվարդը, հավաքելով իր ողջ քաջությունը, մոտեցավ առանձնատան բարձր ձուլացո դարպասներին։ Նա նայում էր լուսավորված պատուհաններին, որտեղից երևում էր իր որդու ուրվագիծը, և հասկանում էր, որ այլևս չի կարող պարզապես դրսից դիտել։ Նա պետք է գործեր, բայց ինչպես։ Հենց այդ պահին դարպասները ճռռալով բացվեցին, և դուրս եկավ աղբահանը իր սայլակը քաշելով։ Նրանք մի պահ հայացքներով փոխանակվեցին, երկու տարբեր աշխարհների ներկայացուցիչներ, և այդ վայրկյանին Նվարդի գլխում մի պլան ծնվեց, համարձակ, վտանգավոր, բայց միակ հնարավորը։ Այս ամրոցը, այս անառիկ թվացող բերդը ուներ իր ծառայողական մուտքը։ Նա պետք է ներս մտնի այդ տուն, բայց ո՞մ անվան տակ։ Նա պետք է ներս մտնի այդ տուն,
Հաջորդ օրերին Նվարդն իր ողջ հնարամտությունն ու դիտողականությունը գործի դրեց։ Նա սկսեց զրույցի բռնվել թաղամասի խանութի վաճառողուհու, փողոցի մաքրուհու հետ, աննշան թվացող հարցերով տեղեկություններ կորզելով ազդեցիկ ընտանիքի և նրանց տան անձնակազմի մասին։ Եվ ճակատագիրը, որը 25 տարի շրջվել էր նրանից, կարծես թե առաջին անգամ ժպտաց։ Նա իմացավ, որ առանձնատան սպասուհիներից մեկը, Տարեց Միկին, հիվանդացել է և երկար ժամանակով բուժման կարիք ունի, իսկ տան տիրուհին, տիկին Հելենը, որը չէր հանդուրժում անգամ ամենափոքր անկարգությունը, շտապ փոխարինող էր փնտրում։ Սա այն հնարավորությունն էր, որին նա սպասում էր։ Օգտագործելով իր վերջին խնայողությունները, Նվարդը ձեռք բերեց կեղծ փաստաթղթեր և հորինեց մի հավաստի թվացող պատմություն, իրեն ներկայացնելով որպես գավառից եկած աշխատանքի կարիք ունեցող այրի կին։ Նա ներկայացավ Հելենին, սիրտը թաքուն դողալով վախից. «Մի կին աշխատանքի ընդունվեց մի տանը։ Նա իր աշխատանքային պարտականությունները կատարում էր խոնարհությամբ և ճշգրտությամբ։ Նրա աշխատանքը կապված էր տան մաքրման և կարգի պահպանման հետ։ Տանը նա ապրում էր որպես աշխատակից, ոչ թե որպես ընտանիքի անդամ։ Առաջին օրերը նրա համար անսովոր էին, քանի որ նա ծանոթ էր այդ տանը։ Նա մաքրում էր սենյակները, անցնում էր միջանցքներով, որոնք ծանոթ էին նրան։ Նա տեսնում էր լուսանկարներ, որոնք պատկերում էին տարբեր պահեր։ Լուսանկարները պատկերում էին տարբեր իրադարձություններ, օրինակ, մարդու առաջին քայլերը, հեծանիվ վարելը, դպրոցն ավարտելը։ Ամեն լուսանկար իր մեջ պարունակում էր որոշակի տեղեկություն։ Նա ամեն օր տեսնում էր տան բնակիչներից մեկին, բայց նրանց հետ շփվում էր միայն աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։ Տան տիրուհին սկզբում չէր դարձնում ուշադրություն նոր աշխատակցի վրա։ Նա համեստ և աշխատասեր էր, սակայն հետո տիրուհին նկատեց, որ աշխատակիցը երկար ժամանակ նայում է տան բնակիչներից մեկին։ Նա նկատեց նաև, որ աշխատակցի ձեռքը դողում էր, երբ նա սպասարկում էր տան բնակիչներից մեկին։ Նա նկատեց, որ աշխատակիցը գաղտնի դիպչում էր տան բնակիչներից մեկի։ Տիրուհու մեջ ծագեց կասկած։ Մի օր տիրուհին մտավ մի սենյակ, որը նախկինում օգտագործվում էր որպես մանկական սենյակ։ Այնտեղ նա տեսավ աշխատակցին։ Աշխատակիցը կանգնած էր մեջքով դեպի դուռը։ Նա ձեռքում պահում էր մի իր։ Նրա ուսերը թեթևակի դողում էին։ Տիրուհին մոտեցավ և հարցրեց, թե ինչ է անում աշխատակիցը։ Աշխատակիցը շփոթված և վախեցած էր։ Նա արագ սրբեց իր աչքերը և ասաց, որ ներողություն է խնդրում։ Նա բացատրեց, որ մաքրում էր սենյակը և տեսել էր այդ իրը։ Նա ասաց, որ ինքը նույնպես ունեցել է մանկական իրեր։ Նա ասաց, որ կորցրել է իր մանկական իրերը։ Աշխատակիցը շարունակեց իր աշխատանքը տանը։ Նա շարունակում էր կատարել իր պարտականությունները ճշգրտությամբ և խոնարհությամբ։ Տան բնակիչները շարունակում էին ապրել իրենց կյանքով։ Տան մթնոլորտը մնում էր անփոփոխ։ Տան մեջ շարունակվում էր օրական շրջանակը։ Ամեն օր նույնպես էր անցնում։ Աշխատակիցը շարունակում էր իր աշխատանքը։ Նա շարունակում էր մաքրել տունը։ Նա շարունակում էր պահպանել կարգը։ Նա շարունակում էր լինել համեստ և աշխատասեր։ Տան տիրուհին շարունակում էր վերահսկել աշխատակցի աշխատանքը։ Նա շարունակում էր նկատել աշխատակցի վարքը։ Նա շարունակում էր մտածել աշխատակցի վարքի մասին։ Տան մթնոլորտը մնում էր անփոփոխ։ Ամեն ինչ շարունակվում էր իր հունով։ Աշխատակիցը շարունակում էր իր աշխատանքը։ Նա շարունակում էր լինել համեստ և աշխատասեր։ Տան բնակիչները շարունակում էին ապրել իրենց կյանքով։ Ամեն ինչ շարունակվում էր իր հունով։ Աշխատակիցը շարունակում էր իր աշխատանքը։ Նա շարունակում էր լինել համեստ և աշխատասեր։ Տան բնակիչները շարունակում էին ապրել իրենց կյանքով։ Ամեն ինչ շարունակվում էր իր հունով։ Աշխատակիցը շարունակում էր իր աշխատանքը։ Նա շարունակում էր լինել համեստ և աշխատասեր։ Տան բնակիչները շարունակում էին ապրել իրենց կյանքով։ Ամեն ինչ շարունակվում էր իր հունով։ Հազիվ արտաբերեց նա, հույս ունենալով, որ այդ կիսաճշմարտությունը կհանգստացնի տիրուհուն։ Սակայն Հելենի հայացքը դարձավ ավելի կասկածամիտ ու խորաքափանց։ «Ցավում եմ», ասաց նա սառե քաղաքավարությամբ, «բայց խնդրում եմ, զբաղվեք ձեր գործով և մի մտեք այս սենյակ առանց իմ թույլտվության»։ Այդ օրը Հելենը վերջնականապես հասկացավ, որ այս կինը պարզապես սգացող մայր չէ, նրա ներկայությունը վտանգավոր էր։ Երեկոյան նա իր կասկածները կիսեց Արմենի հետ։ «Այդ նոր սպասուհին ինձ դուր չի գալիս, ինչ-որ բան այն չէ նրա մեջ, նա չափազանց շատ է հետաքրքրվում Դավթով»։ Արմենը, չցանկանալով խորացնել կնոջ տագնապները, փորձեց թեթևացնել իրավիճակը։ «Հելեն, դու ամեն ստվերի մեջ վտանգ ես տեսնում, սովորական կին է, որն իր դարդն ունի։ Եթե
Եթե ուզում ես, վաղը կասեմ, որ այլևս չգա։ Բայց Հելենը կտրուկ ընդհատեց նրան. «Ոչ, դեռ ոչ, ես ուզում եմ հասկանալ, թե ով է նա։ Նա չէր պատրաստվում այդ կնոջը պարզապես հեռացնել, նա պետք է իմանար ճշմարտությունը, որքան էլ որ այն սարսափելի լիներ, եւ նա որոշեց գործել ինքնուրույն, առանց Արմենին տեղյակ պահելու։ Նա գիտեր, որ պետք է անհերքելի ապացույց ունենա, նախքան իր վախերը կիսելը։ Հաջորդ օրը, երբ Նվարդը մաքրում էր հյուրասենյակը, Հելենը աննկատ մտավ սպասուհիների համար նախատեսված սենյակ։ Նա գիտեր, որ Նվարդն իր իրերը պահում էր փոքրիկ պահարանում։ Զգուշորեն բացելով դուռը, նա սկսեց զննել նրա համեստ իրերը, եւ այնտեղ, հին սանրի վրա, նա գտավ այն, ինչ փնտրում էր՝ մազի մի քանի ղերի։ Զգուշորեն վերցնելով դրանք թաշկինակի մեջ, նա վերադարձավ իր սենյակ։ Նրա ձեռքերը դողում էին, բայց միտքը պարզ էր ու սառը։ Նա զանգահարեց իր վստահելի մարդկանցից մեկին, ով կարող էր լուծել ցանկացած խնդիր առանց ավելորդ հարցերի։ Նրա հրահանգը հստակ էր՝ կազմակերպել ԴՆԹ թեստ, համեմատելով այդ մազերը Դավթի ԴՆԹ-ի նմուշի հետ, որը նա վաղուց պահում էր տանը, բժշկական նպատակներով։ «Ես պետք է իմանամ», շշնջաց նա, նայելով հեռախոսին, «ես պետք է վստահ լինեմ, որ խելագարվում եմ»։ Այդ պահից սկսած նրանց տանը սկսվեց մի լուռ անտեսանելի պատերազմ, որի արդյունքներից կախված էր ոչ միայն մեկ ընտանիքի, այլև մի քանի մարդկանց ճակատագիրը։ Իսկ թեստի պատասխանը կարող էր դառնալ կամ հանգստացնող դեղամիջոց, կամ մահացու դատավճիռ։ Այդ պահից սկսած նրանց տանը սկսվեց մի լուռ անտեսանելի պատերազմ, որի արդյունքներից կախված էր ոչ միայն մեկ ընտանիքի, այլև մի քանի մարդկանց ճակատագիրը։ Իսկ թեստի պատասխանը կարող էր դառնալ կամ հանգստացնող դեղամիջոց, կամ մահացու դատավճիռ։ Սպասման օրերը Հելենի համար վերածվեցին անվերջանալի տանջանքի։ Նա արտաքուստ փորձում էր պահպանել իր սովորական սառնասրտությունն ու վերահսկողությունը, շարունակում էր զբաղվել հարսանեկան մանրուքներով, հրահանգներ տալ ծառաներին, բայց ներսում նրա հոգին փոթորքի մեջ էր։ Ամեն անգամ, երբ տեսնում էր Նվարդին, որն անաղմուկ կատարում էր իր աշխատանքը, նրա սիրտը սառչում էր։ Այդ համեստ, աննշան թվացող կինը նրա աչքին վերածվել էր իր կատարյալ աշխարհը քանդելու եկած դահիճի։ Նրա պարանոյան հասել էր այն աստիճանի, որ նա սկսել էր կասկածել, թե Նվարդը կարող է փորձել վնասել Դավթին, թունավորել նրա ուտելիքը։ Նա գաղտնի հրահանգեց խոհարարին ուշադիր լինել եւ թույլ չտալ նոր սպասուհուն մոտենալ Դավթի համար պատրաստվող կերակուրներին։ Այս աճող լարվածությունը չէր կարող աննկատ մնալ։ Դավիթն ու Անին զգում էին, որ տան մթնոլորտը ծանրացել է, կարծես անտեսանելի ամպեր լինեն կուտակվել առաստաղի տակ։ Մի քանի օր անց Հելենը ստացավ զանգը, որին այդքան սպասում էր։ Նրան հայտնեցին, որ թեստի պատասխանները պատրաստ են։ Նա պայմանավորվեց հանդիպել իր վստահելի անձի հետ քաղաքի ծայրամասում գտնվող մի աննշան սրճարանում, որպեսզի ոչ ոք նրանց չտեսնի։ Երբ նա վերցրեց ծրարը, նրա ձեռքերը սառույցի պես սառն էին։ Նա չբացեց այնտեղում։ Վերադառնալով տուն, նա փակվեց իր աշխատասենյակում եւ դողացող մատներով պատռեց ծրարը։ Թղթի վրա գրված տողերը լողում էին նրա աչքերի առաջ, բայց մի քանի բառեր հստակ դաջվեցին նրա ուղեղում։ Համընկնումը 99.9% է։ Պատասխանը դրական էր։ Նրա ամենասարսափելի մղձավանջը, այն վախը, որը նա թաղել էր իր հոգու ամենախորը անկյունում 25 տարի, այժմ իրականություն էր դարձել։ Նվարդը Դավթի կենսաբանական մայրն էր։ Հելենը զգաց, որ հատակը սահում է իր ոտքերի տակից։ Նա մի քանի րոպե նստեց անշարժ, նայելով մեկ կետի։ Նրա մտքում քաոս էր։ Ինչ անել հիմա։ Խոստովանել ամեն ինչ, բայց դա կնշանակեր կորցնել Դավթին, կորցնել նրա սերն ու հարգանքը, կորցնել այն ամենը, ինչի համար ինքն ապրել էր։ Ոչ, նա չէր կարող դա թույլ տալ։ Այդ պահին նրա մեջ արթնացավ ոչ թե վախեցած կինը, այլ վիրավոր գիշատիչը, որը պատրաստ է ամեն ինչի իր ձագին պաշտպանելու համար։ Նա որոշեց, որ Նվարդը պետք է անհետանա իրենց կյանքից, եւ նա կանի դա ցանկացած գնով։ Նրա առաջին քայլը եղավ Նվարդին իր մոտ կանչելը։ Նա նստած էր իր աշխատասեղանի մոտ, երբ Նվարդը ներս մտավ։ Հելենը նրա առաջ դրեց մի հաստ ծրար, լի փողով։ «Սա քեզ», ասաց նա սառը մետաղական ձայնով։ «Այստեղ ավելին է, քան դու կարող ես վաստակել քո ողջ կյանքում։ Վերցրու եւ հեռացի այս քաղաքից, այսօր, եւ այլևս երբեք մի հայտնվիր մեր կյանքում»։ Նվարդը նայեց ծրարին, հետո Հելենի քարե դեմքին, եւ նրա աչքերում վախի փոխարեն փայլատակեց մի վճռական կայծ։ «Ես փողի համար չեմ եկել», հանգիստ, բայց ամուր պատասխանեց նա։ «Ես եկել եմ իմ որդու հետևից»։ Այս բառերը հնչեցին որպես մարտահրավեր։ Հելենը հասկացավ, որ իր առաջին եւ ամենահեշտ պլանը ձախողվեց։ Այս կինը փողով չէր կանգնի, ուրեմն պետք է անցնել հաջորդ քայլին՝ ոչնչացմանը։
Դու կզղջաս դրա համար, շշնջաց Հելենը, և նրա ձայնի մեջ այնքան սպառնալիք կար, որ նվարդի մեջքով սարսուռ անցավ։ Այդ օրվանից սկսվեց նվարդի համար դժոխքը։ Հելենը գործի դրեց իր բոլոր կապերն ու ազդեցությունը։ Նվարդին հեռացրին աշխատանքից, մեղադրելով գողության մեջ, որը նա չէր արել։ Տանտերը, որտեղ նա բնակարան էր վարձում, անսպասելիորեն պահանջեց անմիջապես ազատել տարածքը, առանց որևէ բացատրության։ Նա հայտնվեց փողոցում, առանց աշխատանքի, առանց տանիքի, առանց գոյության միջոցների։ Հելենը կարծում էր, որ այս ճնշումը կկոտրի նրան և կստիպի հեռանալ, բայց նա թերագնահատել էր մոր ուժը, ով 25 տարի ապրել էր իր երեխային գտնելու հույսով։ Այս խոչընդոտները ոչ թե կոտրեցին նվարդին, այլ ավելի ամրացրին նրա վճռականությունը։ Նա հասկացավ, որ այլևս կորցնելու ոչինչ չունի, և եթե նա չի կարող հասնել իր որդուն խաղաղ ճանապարհով, ուրեմն պետք է պատերազմ սկսի։ Նա գիտեր, որ ճշմարտությունն իր միակ զենքն է։ Եվ նա պատրաստվում էր օգտագործել այն։ Հելենը, տեսնելով, որ նվարդը չի հանձնվում, գիտակցեց իրավիճակի ողջ լրջությունը։ Նա հասկացավ, որ սա այլևս պարզապես տհաճ միջադեպ չէ։ Սա ռումբ է, որը դրված է իր ընտանիքի հիմքի տակ, և այն կարող է պայթել ցանկացած պահի։ Նրա վախը վերածվեց հուսահատության։ Նա որոշեց, որ պետք է գործի արմատականորեն, մինչև ուշ չէ։ Նրա գլխում ծնվեց մի սարսափելի, բայց իր կարծիքով միակ ելքը՝ բացահայտել ճշմարտությունը, բայց այնպես, որ բոլորը կարեկցեն իրեն, ոչ թե նվարդին։ Նա որոշեց կազմակերպել ընտանեկան ընթրիք հարսանիքից 2 օր առաջ, որտեղ ներկա կլինեին միայն ամենամտերիմները։ Այդ ընթրիքի ժամանակ նա պատրաստվում էր ներկայացնել նվարդին որպես շանտաժիստ, որպես մի կնոջ, ով եկել է քանդելու իրենց երջանկությունը։ Նա կօգտագործեր իր դերասանական ողջ տաղանդը, կլացեր, կխնդրեր պաշտպանել իրեն և իր ընտանիքը այդ հրեշից։ Նա հույս ուներ, որ Դավիթը, տեսնելով իր տառապող մորը, կկանգնի իր կողքին և ընդմիշտ կհրաժարվի այն կնոջից, ով հավակնում էր նրա մայրը լինելուն։ Սա վտանգավոր խաղ էր, բայց Հելենը պատրաստ էր գնալ այդ ռիսկին։ Նա դեռ չգիտեր, որ նվարդը նույնպես իր պլանն ուներ, և որ այդ ընթրիքը վերածվելու էր ոչ թե ներկայացման, որի սցենարը գրել էր ինքը, այլ իսկական դատաստանի, որտեղ դատավորը լինելու էր հենց իր որդին։ Նա դեռ չգիտեր, որ նվարդը նույնպես իր պլանն ուներ, և որ այդ ընթրիքը վերածվելու էր ոչ թե ներկայացման, որի սցենարը գրել էր ինքը, այլ իսկական դատաստանի, որտեղ դատավորը լինելու էր հենց իր որդին։ Հասանիքից 2 օր առաջվա երեկոն էր։ Շքեղեղ առանձնատան ճաշասենյակում ամեն ինչ պատրաստ էր Հելենի մտահաղացած ներկայացման համար։ Սեղանը ծածկված էր ձյունաճերնակ սփռոցով, արծաթե սպասքը փայլում էր ջահերի լույսի տակ, իսկ օդում տարածվում էր թանկարժեք ծաղիկների և ընտիր ուտեստների բույրը։ Հելենը նստած էր սեղանի գլխին, անթերի տեսքով, բայց նրա սառը ժպիտի տակ թաքնված էր պողպատե լարվածություն։ Նա սպասում էր ճիշտ պահի իր խոսքը սկսելու համար։ Արմենը, Դավիթը և Անին փորձում էին տոնական տրամադրություն պահպանել, բայց Հելենի անբացատրելի լարվածությունը փոխանցվում էր բոլորին։ Եվ ահա, այդ ճակատագրական ընթրիքի մեջ կար մի մանրուք, որը Հելենը չէր նախատեսել։ Նա հեռացրել էր նվարդին տան աշխատանքից, բայց չէր կարողացել հեռացնել նրան քաղաքից, և նվարդը, հասկանալով, որ սա իր վերջին հնարավորությունն է, իր վերջին քայլն էր արել։ Նա գիտեր, որ ուղղակի ներս մտնել չի կարողանա, ուստի դիմել էր խորամանկությանը։ Նա օգտվել էր այն հանգամանքից, որ ընթրիքի համար ուտեստները պատվիրվել էին քաղաքի լավագույն ռեստորաններից մեկից, և համոզել էր առաքիչին իր փոխարեն վերջին սկուտեղը ներս տանել, պատճառաբանելով, թե ինքը նույնպես այդ տան նախկին աշխատողն է և ուզում է անակնկալ մատուցել։ Այսպիսով, ամենաանհավանական կերպով նա հայտնվել էր այնտեղ որպես սպասուհի, ճիշտ այն պահին, երբ ներկայացումը պետք է սկսվեր։ Արմենը բաժակը ձեռքին ոտքի կանգնեց, կենաց բարձրացնելու։ Նրա ձայնը հնչում էր հպարտ ու հանդիսավոր։ «Ես ուզում եմ խմել իմ որդու Դավթի կենացը։ Տղաս, դու մեր կյանքի լույսն ես, մեր հպարտությունը, և ես ուզում եմ խմել նաև իմ կնոջ Հելենի կենացը, աշխարհի լավագույն մոր, ով քեզ կյանք է տվել և իր կյանքը դրել է քեզ համար»։ Այդ բառերը դարձան վերջին կաթիլը, որը լցրեց համբերության բաժակը։ Հենց այդ պահին ճաշասենյակի դռները բացվեցին, և ներս մտավ նվարդը ձեռքին արծաթե սկուտեղ։ Նրա դեմքը գունատ էր, բայց աչքերը վառվում էին վճռական կրակով։ Արմենի խոսքերը կարծես սառեցրին նրան տեղում։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ, և նա բարձր, հստակ, դողացող, բայց ամբողջ սենյակում լսելի ձայնով արտասանեց 2 բառ, որոնք փայթյունի պես ցրեցին կեղծ ներդաշնականությունը։
Դա սուտ է, սենյակում մահու լռություն տիրեց, բոլորը կարծես մեկ մարդ շրջվեցին դեպի անսպասելի հյուրը, Դավիթն ու Անին տարակուսած էին, Արմենի դեմքը քարացավ, իսկ Հելենի դեմքից գույնը գնաց, նրա պլանը փլուզվում էր իր աչքի առաջ։ Ինչ ասացիք, ով եք դուք, որ խառնվեք մեր ընտանեկան խոսակցությանը, առաջինը խոսեց Դավիթը, զայրույթը խառնված զարմանքի հետ, նվարդը նայեց ուղիղ նրա աչքերի մեջ, և արցունքները սկսեցին հոսել նրա այտերով։ Ես այն կինն եմ, ումից քեզ խլել են 25 տարի առաջ, Հելենը քեզ կյանք չի տվել տղաս, ես եմ քեզ կյանք տվել, ես քո իսկական մայրն եմ։ Այս բառերից հետո նվարդի ձեռքից սկուտեղն ընկավ մարմարե հատակին, ստեղծելով ականջ շոյող դղրդյուն, որը կարծես կոտրեց ոչ միայն թանկարժեք ափսեները, այլև մի ամբողջ կյանքի ստեղծած ապակե պատրանքը։ Քաոսը տիրեց սենյակում։ Արմենը ուշքի գալով ոտքի թռավ և գոռաց. «Պահակներ, հանեք այս խելագարին այստեղից, նա սադրիչ է, փող է ուզում կորզել»։ Պահակները ներս խուժեցին, բայց նվարդը չշարժվեց տեղից։ Նրա հայացքը սևեռված էր Դավթին, և նա ասաց այն խոսքերը, որոնք պետք է դառնային անհերքելի ապացույց։ Եթե ես սուտ եմ խոսում, թող ցույց տա իր աջ դաստակը, թող բոլորը տեսնեն այնտեղ եղած նշանը, երկու կետիկ, իրար կողքի, այդ նշանը ես եմ համբուրել ծնվելուց 1 ժամ անց, արեք։ Դավթի աշխարհը սկսեց պտտվել։ Նա մեխանիկորեն նայեց իր աջ ձեռքին, այն խալին, որը նա միշտ համարել էր ուղղակի ծննդյան նշան։ Նրա հայացքը հարցականով սահեց Հելենի և Արմենի քարացած դեմքերի վրայով։ Նրանց լռությունը, նրանց սարսափահար հայացքները ավելի խոսուն էին, քան ցանկացած խոստովանություն։ Այդ պահին նրա ուղեղում ամեն ինչ խառնվեց իրար։ Մոր չափազանցված հոգատարությունը, նրա անվերջ վախերը, հոր խուսափողական հայացքները, այն անբացատրելի տխրությունը, որ երբեմն տեսնում էր նրանց աչքերում, ամեն ինչ հանկարծ ստացավ իր սարսափելի բացատրությունը։ Նրա ամբողջ կյանքը, նրա ինքնությունը, նրա անունը, ամեն ինչ կեղծիք էր։ Նա նայեց այն մարդկանց, ում ծնող էր համարում, և տեսավ օտարների, հետո նայեց այն կնոջը, ով կանգնած էր կոտրված ափսեների մեջ, և տեսավ իր սեփական արյան արտացոլանքը։ Ու վերջին հարցը, որ հնչեց նրա շուրթերից, ուղղված ոչ ոքի և բոլորին, սառեցրեց օդը. «Ո՞վ է Արեգը, ո՞վ է Արեգը»։ Այդ հարցը կախվեց օդում, ավելի ծանր, քան ցանկացած մեղադրանք, ավելի սուր, քան ցանկացած դանակ։ Պահակները, որոնք ներս էին խուժել, սառել էին տեղում, չհասկանալով, թե ինչպես վարվել։ Դավթի ձայնը նրանց կանգնեցրեց։ Սենյակում տիրող քաոսը վայրկյանապես փոխարինվեց սառց, խորը լռությամբ, որն ավելի սարսափելի էր, քան ցանկացած ճիչ։ Բոլորի հայացքները սևեռված էին Դավթին, ով նայում էր մեկ նվարդին, մեկ Հելենին, մեկ Արմենին, նրանց աչքերում փնտրելով ոչ թե պատասխան, այլ գոնե մի նշույլ ճշմարտության, մի բան, որից կարելի էր կառչել այս փլուզվող աշխարհում։ Հելենը վերջապես շարժվեց։ Նա ոտքի կանգնեց, և նրա դեմքին այլևս խուճապ չկար։ Այն փոխարինվել էր պողպատյա, սառը վճռականությամբ։ Նրա համար պարտիան դեռ չէր ավարտվել։ Դավթի ձայնը հազիվ էր լսվում, երբ նա դիմեց նրան. «Մամ, ինչ է սա նշանակում։ Ասա, որ այս կինը ստում է»։ Նրա ձայնի մեջ դեռ հույս կար, մանկական, հուսահատ մի հույս, որ այս ամենը պարզապես սարսափելի թյուրիմացություն է։ Բայց Հելենը նայեց ոչ թե Դավթին, այլ ուղիղ նվարդին, այնպիսի սառը ատելությամբ, որը կարող էր սպանել։ «Այս կինը եկել է քանդել ու մեր ընտանիքը, նա ուզում է փչացնել քո հարսանիքը, քո կյանքը», ասաց նա, փորձելով վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Սակայն նվարդն այլևս չէր վախենում։ Նա իր կյանքի ամենակարևոր ճակատամարտն էր տալիս։ «Ես եկել եմ իմ որդու հետևից, որին դուք ինձնից գողացել եք», պատասխանեց նա, ձայնը հաստատուն։ «Ես ապացույցներ ունեմ։ Ծննդատան արխիվից մի փաստաթուղթ, որը հաջողվեց գտնել։ Այնտեղ գրված է, որ ձեր երեխան մահացած է ծնվել»։ Արմենը կորցնելով ինքնատիրապետումը, պայթեց. «Լռիր, ոչ մի փաստաթուղթ չկա, դու ամեն ինչ հորինել ես»։ Այդ պահին անսպասելիորեն խոսեց Անին, ով մինչ այդ լուռ ու ցնցված հետևում էր իրադարձություններին։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց պահանջկոտ ու տրամաբանական։ «Պարոն Արմեն, եթե նա ստում է, ինչու եք այդքան հուզված, և ինչպես նա գիտեր խալի մասին»։ Այս պարզ հարցերը կարծես օդից թթվածինը քաշեցին։ Հելենը կատաղի հայացքով շրջվեց դեպի իր ապագա հարսը։ «Դու մի խառնվիր, սա քեզ չի վերաբերում»։ Բայց Դավթի համբերության բաժակը լցվեց։ «Վերաբերում է», գոռաց նա այնպես, որ ջահերի բյուրեղները զնգացին։ «Սա բոլորիս է վերաբերում, ես պատասխան եմ ուզում, հիմա»։ «Հայր, դու ասա, դու միշտ ինձ սովորեցրել ես, որ ճշմարտությունն ամեն ինչից վեր է, ասա ճշմարտությունը»։ Արմենը լռեց, նա կանգնած էր գլխիկոր, և նրա լռությունն ավելի խոսուն էր, քան ցանկացած խոստովանություն։
Այդ լռության մեջ փլուզվեց Դավթի աշխարհի վերջին հենասյունը։ Հելենի աչքերում առաջին անգամ հուսահատություն երևաց։ Նա հասկացավ, որ պարտվում է ոչ թե նվարդին, Այլ ճշմարությանը։ Այդ պահից սկսած ուժերի դասավորությունը սենյակում կտրուկ փոխվեց։ Անին, առանց մեկ վայրկյան տատանվելու, մոտեցավ Դավթին և բռնեց նրա ձեռքը, դառնալով նրա միակ հենարանը այս քաոսում։ Նրա այս լուռ քայլը նրան դարձրեց Հելենի թշնամին։ Հելենի և Արմենի միջև, որոնք 25 տարի միասին էին կրում իրենց գաղտնիքի բեռը, առաջացավ առաջին խորը ճեղքը։ Հելենը նրան նայեց մեղադրական հայացքով, կարծես ասելով, այս ամենը քո մեղքն է։ Իսկ Դավթի և նրա մեծացրած ծնողների միջև մի ակնթարթում անդունդը առաջացավ։ Դավթը, այլևս չդիմանալով այդ ճնշող մթնոլորտին, վերցրեց Անիի ձեռքը և քայլեց դեպի ելքը։ Դռան մոտ նա կանգ առավ և, առանց շրջվելու, արտասանեց իր վերջին խոսքերը այդ տանը։ Ես չգիտեմ, թե ով է ճիշտ, ով սխալ, բայց ես գիտեմ, որ իմ ամբողջ կյանքը սուտ է եղել։ Ես պետք է հեռանամ, որ հասկանամ ով եմ ես։ Նրանք հեռացան, իրենց հետևից թողնելով փշրված հայելիների բեկորները, որոնց մեջ յուրաքանչյուրը տեսնում էր իր այլանդակացված արտացոլանքը։ Նվարդը մնաց կանգնած սենյակի կենտրոնում, Հելենի և Արմենի դիմաց։ Նա հաղթել էր, թե հենց նոր կորցրել էր ամեն ինչ, վերջնականապես օտարելով իրեն որդուց։ Հելենը նայեց նրան ոչ թե պարտվածի, այլ մահացու վիրավոր գիշատչի հայացքով, որը դեռ պատրաստվում է իր վերջին ամենադաժան հարվածին։ Դու դեռ չգիտես, թե ում հետ գործ ունես, շշնջաց նա, այնպես, որ միայն նվարդը լսի։ Դու կզղջաս այն օրվա համար, երբ որոշեցիր վերադառնալ։ Պատերազմը ոչ թե ավարտվել էր, այլ նոր էր սկսվում։ Պատերազմը ոչ թե ավարտվել էր, այլ նոր էր սկսվում։ Դավթի և Անիի համար առաջին մի քանի օրերն անցան կարծես մղձավանջային մշուշի մեջ։ Նրանք ժամանակավորապես տեղափոխվել էին Անիի ծնողների համեստ, բայց սիրով լի բնակարան, որը դարձել էր նրանց ապաստանը փոթորքից հետո։ Դավթը խորը դեպրեսիայի մեջ էր։ Նա ժամաներով նստում էր պատուհանի մոտ, նայելով անծանոթ փողոցին և փորձում էր հասկանալ, թե ով է ինքն իրականում։ Նրա հեռախոսը չէր դադարում զանգերից ու հաղորդագրություններից, որոնք ուղարկում էին Հելենն ու Արմենը, բայց նա ուժ չուներ անգամ նայելու էկրանին։ Ամեն մի զանգը կարծես մուրճի հարված լիներ նրա քայքայված նյարդերին։ Նա նայում էր իր մանկության լուսանկարներին, որոնք Անին բերել էր իրենց տնից, և ամենուր տեսնում էր սուտ։ Այն երջանիկ տղան, որ ժպտում էր լուսանկարներից, այլևս ինքը չէ, այլ մի կերպար, որին ստեղծել էին ուրիշները։ Անին, իր ողջ սիրով ու համբերությամբ, փորձում էր նրան սատարել, բայց հասկանում էր, որ բառերն այստեղ անզոր են։ Նա գիտեր, որ Դավիթը պետք է ինքը գտնի իր ճանապարհը այս խավարի միջով։ Դավիթ, դու չես կարող սպես փակվել քո մեջ, մի օր զգուշորեն ասաց նա։ Ես հասկանում եմ քո ցավը, բայց դու պետք է իմանաս ճշմարտությունը։ Գուցե պետք է հանդիպես այդ կնոջ հետ, լսիր նրան, ոչ թե որպես քո մոր, այլ որպես մի կնոջ, ով պատմություն ունի պատմելու։ Միևնույն ժամանակ, Հելենը զոհի դերից անցել էր ակտիվ, անողոք հարձակման։ Նա հասկանում էր, որ սա պատերազմ է, և նա պատրաստվում էր հաղթել ամեն գնով։ Նա օգտագործում էր իր բոլոր կապերն ու անսահման ֆինանսական միջոցները։ Նա վարձել էր քաղաքի լավագույն փաստաբաններին, որոնց միակ խնդիրն էր ապացուցել, որ Նվարդը հոգեկան հիվանդ շանտաժիստ է։ Նա վարձել էր նաև մասնավոր խուզարկուների, որոնք պետք է փորեին Նվարդի անցյալը և գտնեին այնտեղ որևէ կեղտոտ մանրամասն, որը կարելի էր օգտագործել նրա դեմ։ Նա հրամայել էր Արմենին ճնշում գործադրել ծննդատան վրա, որպիսի բոլոր արխիվները կարգի բերվեն, և որևէ փաստաթուղթ, որը կարող էր վկայել իրենց մեղքի մասին, անհետանար ընդմիշտ։ Նրա տանը տիրում էր ռազմական շտաբի մթնոլորտ։ Ինձ չի հետաքրքրում, թե դա որքան կարժենա, գոռում էր նա հեռախոսով փաստաբանի վրա։ Գտեք ինչ-որ բան, միգուցե նա դատված է եղել, միգուցե վատ համբավ է ունեցել։ Ամեն ինչ, ես պետք է նրան ցեխի մեջ թաղեմ։ Արմենը, տեսնելով կնոջ այս սառնասիրտ դաժանությունը, սկսում էր վախենալ նրանից։ Նրա մեջ արթնանում էր խիղճը։ Հելեն, գուցե սխալ ենք անում, փորձեց նա առարկել։ Մենք կորցնում ենք Դավթին, միգուցե պետք է խոսենք նրա հետ, բացատրենք։ Հելենը պետրուկ ընդհատեց նրան։ Ինչ բացատրենք, որ մենք գողացել ենք նրան, որ քո հուսահատ քայլի պատճառով ես 25 տարի ապրել եմ դժոխքում։ Ոչ, մենք պետք է պայքարենք, նա իմ որդին է, և ոչ ոք նրան ինձնից չի խլի։ Նվարդը, հասկանալով, որ իր դեմ աշխատում է հզոր, անողոք համակարգ, գիտակցում էր իր անզորությունը, բայց նա չէր պատրաստվում հանձնվել։
Նա դիմեց մի փոքր, բայց սկզբունքային իրավապաշտպան կազմակերպության։ Նրա պատմությունը, որը սկզբում թվում էր անհավանական, սկսեց հետաքրքրել մի երիտասարդ, ամբիցիոզ լրագրողի, ով իր կարիերան կառուցելու հնարավորություն տեսավ այս սկանդալային գործում։ Այսպիսով, պատերազմը սկսեց դուրս գալ ընտանեկան շրջանակից, սպառնալով վերածվել հանրային սկանդալի։ Եվ ահա, մի քանի օր տանջալից մտորումներից հետո Դավիթը վերջապես որոշում կայացրեց։ Նա հասկացավ, որ այլևս չի կարող պարզապես նստել ու սպասել։ Նա պետք է ինքը պարզեր ճշմարտությունը։ Անիի խորհրդով նա որոշեց հանդիպել Նվարդի հետ։ Գտնելով նրա հեռախոսահամարը իրավապաշտպան կազմակերպության միջոցով, նա զանգահարեց անծանոթ համարից։ Նրա ձայնը դողում էր, երբ նա պայմանավորվեց հանդիպել քաղաքից դուրս գտնվող մի հին, լքված այգում, որտեղ ոչ ոք նրանց չէր տեսնի։ Նա գնում էր այնտեղ լի կասկածներով, զայրույթով և խորը վիրավորանքով։ Նա գնում էր պահանջելու պատասխաններ, բայց նրա հոգու խորքում թաքնված էր նաև մի փոքրիկ թույլ հույս, գտնելու ոչ թե մեղավորների, այլ ինքն իրեն։ Նա դեռ չգիտեր, որ այդ հանդիպումը դառնալու է ոչ թե վերջակետ, այլ մի նոր, ավելի սարսափելի ճանապարհի սկիզբ, և որ իրենց խոսակցությանը լինելու է երրորդ, անկոչ ունկնդիր։ Լքված այգին, իր թափված տերևներով ու մոխրագույն երկնքով, կարծես կատարյալ բեմահարթակ լիներ այն դրամայի համար, որը պետք է խաղարկվեր։ Դավիթը սպասում էր նստարանին, ներսում զայրույթի և տագնապի փոթորիկ։ Երբ Նվարդը զգուշորեն մոտեցավ, նրանց միջև մի քանի վայրկյան տիրեց անհարմար լռություն։ Նվարդը չփորձեց գրկել նրան կամ մայրական քնքշություն ցուցաբերել։ Նա հասկանում էր, որ իր առջև կանգնած է ոչ թե իր փոքրիկ արեգը, այլ մի խորապես վիրավորված օտար երիտասարդ։ Նա սկսեց պատմել։ Պարզ, առանց մեղադրանքների ու արցունքների։ Նա պատմեց իր միայնակ երիտասարդության, ծննդաբերության, Այն ստոր խաբեության մասին, թե իբր երեխան մահացու հիվանդ է և կմահանա, եթե իր մոտ մնա։ Նա պատմեց, թե ինչպես են իրենց ստիպել ստորագրել ինչ-որ թղթեր, հավատալով, որ դրանով փրկում է որդու կյանքը։ «Ես քեզնից ոչինչ չեմ ուզում, տղաս», ասաց նա ձայնը կոտրվելով։ «Ես ուղղակի ուզում էի, որ դու իմանայիր, որ դու լքված չես եղել։ Դու սիրված ես եղել քո ծննդյան առաջին վայրկյանից»։ Դավթի սառը դիմակը սկսեց ճաքեր տալ։ «Ինչու հիմա», հազիվ լսելի հարցրեց նա։ «Ինչու եկաք և քանդեցիք ամեն ինչ»։ «Որովհետև ես իմացա, որ դու ողջ ես», պատասխանեց Նվարդը։ «Ես չէի կարող թույլ տալ, որ դու ապրես ստի մեջ»։ Հենց այդ պահին, կարծես դժոխքից, այգի ներխուժեց Հելենը։ Նրա վարձած խուզարկուն հետևել էր Դավթին և անմիջապես հայտնել նրան հանդիպման մասին։ Խանդից ու վախից մթագնած մտքով նա սլացել էր այստեղ։ «Այսպես ուրեմն», գոռաց նա Դավթին, «դու հավատացիր այս սրիկային, ոչ թե ինձ, քո մորը, ով քեզ մեծացրել է»։ Նա շրջվեց դեպի Նվարդը, աչքերում մահացու ատելություն։ «Ինչ ես ուզում նրանից, ինչ ես տվել դու նրան, բացի կյանքից։ Ես եմ նրան սովորեցրել քայլել, խոսել, ես եմ նրա կողքին եղել, երբ նա հիվանդ էր, ես եմ նրա մայրը»։ Նվարդը հանգիստ, բայց ամուր պատասխանեց. «Դուք նրան գողացել եք, սերը գողության վրա չի կառուցվում, իսկական սերը ազատ է, ոչ թե բանտարկված ստի մեջ»։ Հելենը, հասկանալով, որ խոսքերով պարտվում է, գնաց իր վերջին ամենադաժան քայլին։ Նա դիմեց Դավթին, վերջնագրի տոնով, որը չէր հանդուրժում առարկություն. «Ընտրիր, Դավիթ, հիմա և այստեղ, կամ ես, քո ընտանիքը, քո ապագան, կամ այս կինը։ Եթե դու հիմա նրա հետ գնաս, ուրեմն այլևս որդի չունեմ»։ Այդ պահին Դավթի վրա իջավ մի ահռելի ճնշում, որը կարող էր կոտրել ցանկացածին։ Նա դիմեց Հելենին. «Մամ, դու ինձ սովորեցրել ես սիրել»։ Բայց դու չես կարող ստիպել ինձ ատել այն կնոջը, ով ինձ կյանք է տվել։ Քո սերը ինձ համար թանկ է, բայց այն ինձ խեղդում է։ Հետո նա շրջվեց դեպի Նվարդը։ «Իսկ դուք, ես ձեզ չեմ ճանաչում։ Դուք իմ անցյալի մի մասն եք, որի մասին ես ոչինչ չգիտեմ։ Ես չեմ կարող ձեզ մայր կոչել, բայց չեմ կարող նաև անտեսել ձեր գոյությունը»։ Ասելով սա, նա շրջվեց և հեռացավ, երկու կանանց էր թողնելով մենակ իրենց ցավի, իրենց պարտության և իրենց ճշմարտության հետ։ Հելենը ընկավ ծնկների վրա և սկսեց լաց լինել, առաջին անգամ իր կյանքում ցույց տալով իր իսկական խոցելիությունը։ Նրա վերջնագիրը ձախողվել էր, նրա զենքը շրջվել էր իր դեմ։ Մի քանի օր անց, երբ փոթորիկը մի փոքր հանդարտվել էր, Արմենը, ում խիղճն այլևս թույլ չէր տալիս լռել, եկավ Անիի տուն։ Նա Դավթին տվեց մի փոքրիկ հին տուփ։
Սա քո իսկական մորից մնացած միակ բանն է, որ ես վերցրի ծննդատնից, ասաց նա։ Եվ այստեղ նաև քո իսկական ծննդյան վկայականի պատճենն է։ Քո անունը Արեգ է։ Ես սխալվեցի որդիս, ոչ ոք իրավունք չունի ուրիշի ճակատագիրը տնօրինելու։ Դավիթը բացեց տուփը։ Այնտեղ մանկական ձեռագործ վերնաշապիկ էր և փայտե փոքրիկ խաչ։ Նա հասկացավ, որ իր ճանապարհը ոչ թե ընտրությունն է, այլ ընդունումը։ Նա չխզեց կապերը Հելենի և Արմենի հետ, բայց նրանց հարաբերություններն այլևս երբեք նույնը չեղան։ Նա նաև սկսեց զգուշորեն շփվել Նվարդի հետ, փորձելով ճանաչել նրան և իր սեփական արմատները։ Հարսանիքը հետաձգվեց, բայց նրա և Անիի սերը միայն ամրապնդվեց այս փորձությունից։ Անցավ 1 տարի։ Փոքրիկ հարմարավետ սրճարանում Դավիթն ու Նվարդը սուրճ էին հմում։ Նրանց զրույցը հանգիստ էր, անկաշկանդ։ Նրանք դեռ ճանաչում էին միմյանց, կառուցում էին մի նոր, յուրահատուկ կապ։ Մեկ այլ օր Դավիթն ու Անին այցելեցին Հելենին և Արմենին։ Հելենը սովորել էր իր սերը ցույց տալ ոչ թե վերահսկողությամբ, այլ հոգատարությամբ։ Վերջապես եկավ Դավթի և Անիի հարսանիքի օրը։ Փոքր, բայց լուսավոր արարողություն էր։ Հյուրերի շարքում նստած էին Հելենն ու Արմենը։ Մի փոքր հեռու, առանձին, բայց նույն սրահում նստած էր նաև Նվարդը։ Երբ Դավիթն անցնում էր միջանցքով, նրա հայացքը մի պահ կանգ առավ Հելենի վրա, և նա թեթևակի ժպտաց։ Հետո նրա հայացքը գտավ Նվարդին, և նա գլխով արեց, ի նշան ճանաչման և հարգանքի։ Նա չընտրեց նրանց միջև, նա ընդունեց բոլորին, որպես իր կյանքի, իր բարդ, բայց իրական պատմության անբաժանելի մաս։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ սուտը, նույնիսկ բարի նպատակներով, միշտ թողնում է խորը սպիներ, իսկ իսկական ընտանիքը ոչ միայն արյունն է, այլև ճշմարտությունը, հարգանքը և ներելու կարողությունը։ Իսկ դուք ինչ կանեիք Դավթի փոխարեն։ Արդյոք կարելի է ներել նման դավաճանությունը։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։